Եվս մեկ անգամ բարի երեկո հարգելի գործընկերներ, սկսում ենք Արարատ Արմենիա CD UEFA Չեմպիոնների լիգայի որակավորան 3-րդ տուրի հետվարյամ ամբիասունիսը Արարատ Արմենիայի գլխավոր մարզչի Մանուել Տուրիբայի հետ Արամ ջան, այ Մահամեդսան։ Շնորհավորում ենք արտադրքի կապակցությամբ, մրցակցի մարզիչը նշեց, որ շատ կարևոր է հատկապես այն դեպքում, երբ ներկայացվեց Վարպասազովին, դուք որպես Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչ ինչ կասեք, որ դեպքում Արարատ Արմենիան կարողացավ հաղթանակի նշանակի իշխումը։ Դժվար է ինձ համար մեկնաբանել այդ դրվագը, չեմ ցանկանում առանձնացնել ընդհանրապես որևէ դրվագ, կարող եմ միայն ասել, որ սա ամենաբարդ մրցակիցն էր, որին հանդիպել էինք, ամենաշատ դժվարությունները մեզ համար առաջացրին, երբ նրանք գնդակով էին, մենք իսկապես լուրջ խնդիրներ էինք ունենում ու հիմա հաստատ կարող եմ ասել, որ պատասխան խաղը մեզ համար շատ բարդ է լինելու։ Ուզում եմ ընդհանուր առմամբ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին քրտնաջան աշխատանքի համար, որովհետև շատ դժվար է 3 օրը մեկ նման բարդ խաղեր անցկացնել, հատկապես որ 3 օր առաջ խաղում ենք մի դաշտում, որը արհեստական խոտածածկ ուներ, մի շարք ֆուտբոլիստներ այդ խաղին 90 րոպե մասնակցել էին, այնպես որ գոհ եմ թիմի խաղից, ֆուտբոլիստներից, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին։ Էրիկ Վարդանյան, Armenian League, շնորհավորում եմ պատմական հաղթանակի կապակցությամբ, վերջին 2 արտարյուն խաղերում ունենք խնդիրներ առաջին խաղատեսերում, հեշտ եք բացթողնում առավելությունը, ինչպես եք պատրաստվում գտնել այս խնդրի լուծումը։ Կարծում եմ կոնկրետ այս խաղում լավ մտանք խաղի մեջ, առաջին կեսում մի շարք հատվածներում մենք ավելի լավն էինք, քան մեր նախորդ խաղերի առաջին կեսերում, հատկապես երբ գնդակը երկար էինք տնօրինում, կարողանում ենք գտնել լուծումներ, հատկապես երբ ուղարկում էինք Արթուր Սերոբյան եկությամբ, բայց հետո եղավ մի դրվագ, որ ամեն դեպքում փոխեց առաջին կեսի ընթացքը, դա 11 մետրանոցի դրվագն էր, ինձ համար շատ կասկածելի 11 մետրանոց էր, որովհետև տարածությունը շատ կարճ էր երկու թիմերի ֆուտբոլիստների, ընդհանուր առմամբ թիմի կատարած աշխատանքից առաջին կեսում շատ գոհ եմ, դժվար է լինելու պատասխան խաղում ավելի լավ խաղալ, քան այսօր ենք խաղացել, ընդհանուր հավասար թիմեր են, հավասար խաղեր ու վստահաբար բարդ է լինելու պատասխան խաղում։ Y nosotros también jugamos en un sistema con una línea de 4, pero con un central por la derecha. Nosotros tenemos a Camo lesionado, podíamos jugar con Hugo en esa posición, pero tuvimos a Tera en el último partido contra Hobart, también no lo pudo jugar por lesión y hace 3 días tuvo que jugar en un piso sintético. Y ahora están llegando los nuestros jugadores que también pueden aportar decisiones distintas a nuestro juego. Balanta ya estuvo hoy en el banquillo, Benny acaba de llegar. Nosotros no tuvimos deseo de meter a Mitchell porque acreditamos mucho en Mitchell también. Portanto, son decisiones que tenemos que tomar en función del oponente, de la calidad del oponente y en función también de la primera mitad tenemos buena seguridad para después el partido cuando se entra en caos nosotros intentamos jugar con los jugadores que tenemos buenos en el banquillo para agitar el partido. Պետք է շեշտել այստեղ նաև կադրային խնդիրների գործոնը, Կամո Հովհաննիսյանը վնասվածք ուներ, չկարողացավ խաղալ թե Շենրոգեր պատասխան խաղում, թե այսօր չկարողացավ խաղալ, Ուգոն կարող էր խաղալ այդ դիրքում, բայց նրան ավելի շատ վստահում եմ կիսապաշտպանությունում, բայց այս ամենում ինձ համար շատ լավ կտորն այն է, որ կարողանում եմ վստահել հայտարարությունի բոլոր ֆուտբոլիստներին, տարբեր սցենարներում, տարբեր իրավիճակներում, բոլորը կարողանում են որոշիչ դեր ունենալ, այսօր էլի մեզ շատ օգնեց Միշել Այվազյանը ու նաև հոգեբանական գործոնն եմ ուզում ընդգծել, որ շատ խաղերի ընթացքում շատ լուրջ խնդիրների ենք բախվում, բայց գրեթե միշտ մենք կարողանում ենք հաղթահարել բոլոր այդ ոչնչոտները։ Արման չեմ կոնսասկանում եմ վարվարան սեփական շնորհակալ Արման այդո Ես նույնպես շնորհավորում եմ ակնիկի կառավարության։ Այն օրվանա։
Կցանկանայի Միշել Այդազյանից հարցնել, միգուցե մարզչի համար մի փոքր տարօրինակ լինի, որ մենք առանձնացնում ենք 21-ամյա, 22-ամյա ֆուտբոլիստի խաղադաշտում նկատած, մենք Հայաստանում տեսել ենք, որ այդ տարիքի ֆուտբոլիստներին հաճախ չեն վստահել, նույնիսկ եթե լավ ֆուտբոլիստներ են եղել։ Ինչ կասի մարդիկ այդ թեմը, կոնկրետ ֆուտբոլիստից է դա գալիս թե ուղղակի նա վստահում է այդ տարիքի խաղացումին։ Ես սիրում եմ հնարավորություն տալ այդպիսի ֆուտբոլիստների, որոնք խնդրում են այդ հնարավորությունները, շատ լավ են թե մտածում, թե որոշումներ կայացնում, թե աշխատում, այնպես որ դա գլխավոր պատճառն է։ Después tiene para mí facilidad en jugar en las tres posiciones en el centro del campo. Puede jugar como 6, puede jugar como 8 y hay veces que hasta de 10 puede jugar. Միշելի առավելությունը նաև այն է, որ կարող է խաղալ կիսապաշտպանության 3 տարբեր դիրքերում, կարող է խաղալ 6 համարի դիրքում, կարող է խաղալ 8 համարի դիրքում եւ երբեմն նույնիսկ 10 համարի դիրքում։ Pero nosotros entrenadores no tenemos que tener miedo de meter jugadores de 18, 19, 20 años cuando ellos están preparados y son profesionales y saben lo que hacen dentro del campo, no hay que tener miedo de poner esos jugadores. Խորապես համոզված եմ, որ մարզիչները չպետք է երբեք վախենան երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն տալուց, քանի որ եթե ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ է, գիտի ինչ է անում եւ նվիրված է աշխատում, պատրաստ է խաղին, ապա չպետք է նայել տարիքին։ Yo acredito mucho en él, yo acredito que él puede tener un buen futuro en su carrera deportiva. Վստահ եմ, որ Միշելը կարող է փայլուն ապագա ունենալ, շատ լավ կարիերա ունենալ հետագայում։ Ռոբերտ ջան, քեզ անդ գրեմ բավարան Հայկո դուել։ Վարդայական նախ շնորհավորում եմ։ Պարոն առաջ ձեր տեղում նստած էր ցելերի խաղալմատիչ, ով իր յուրաքանչյուր երկրորդ նախադասության մեջ շեշտում էր, որ պատասխան խաղում ամեն ինչ կփոխվի եւ նրանք կպետք է հանդիպան ընթացքը։ Դուք էլ մի քանի անգամ չեցիք, որ շատ բարդ է լինելու։ Այդ դեպքում ո՞րն է լինելու Արադ Արմենիայի հաղթատուփը պատասխան խաղում։ Պարզ է, որ այնինչ ասել է մրցակցի մարզիչը, դա էլ պետք է ասեր, այնինչ ասել եմ ես, դա էլ պետք է ասեի, բայց մի բան հստակ է, մենք մեծ հավակնություններ ունենք ու պատիվ ունենք ներկայացնելու այս փոքր երկիրը, որովհետև Հայաստանի հայկական ֆուտբոլի մասին խոսելիս շատ են թերագնահատում մեզ, շատ-շատերը կարծում են, որ որակ չկա այստեղ, բայց ոչ, մենք որակյալ ֆուտբոլ ունենք, մենք որակյալ ակումբ ունենք, որակյալ թիմ ունենք եւ բոլորին հաճույքով ապացուցում ենք հակառակ այս ընթացքում։ Después también tenemos la oportunidad de con este partido tener una base de datos acrecida para preparar nuestro partido. Yo sé que no tenemos mucho tiempo, que viernes jugamos un partido de liga, pero para mí este es un partido clave y vital para un club como Ararat Armenia, que se quiere poner al más alto nivel. Բնականաբար մենք ունենք մեր խաղային ծրագիրը, իհարկե ժամանակը շատ քիչ է խաղերին պատրաստվելու համար, բայց մենք շատ լավ ենք պատրաստվելու, որովհետև այս խաղը առաջիկա պատասխան հանդիպումը մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի եւ Արարատ Արմենիան պատրաստվում է բարձրացնել հայկական ֆուտբոլի նշաձողը։ Հայկո Վանեսյան լիբերո, ես եմ շնորհավորում անձնական կապակցությամբ։ Հնարավորն է։ Երկու հարց Ֆրանսիայի մասին։ Առաջինը, երբ հրանքով պայման է դուրս գալիս, միշտ ուժեղացնում է թիմի խաղը, ունած գոլեր, ասիստներ եւ փայլուն կարող են որակել նրան նորաբուտը Արարատ Արմենիան։ Դուք ինքներդ երբ հրավիրում եք նրանց, սպասում եք նրանց նման խաղ, թե ձեր սպասելիքներն են իրազանցում։ Ես ուսումնասիրել եմ նրա խաղը ու կար նաև մեկ այլ պատճառ, որ ուսումնասիրեի, իմ հարազատներից մեկը խաղում էր Ֆրանսիայի հետ, այնպես որ նրա որակների շատ լավ ծանոթ էի։ Y entonces cuando vi, porque nosotros tenemos, la verdad que de nosotros tenemos buenos extremos, Giro hoy no jugó, pero es un buenísimo jugador, Artur, pero nosotros buscábamos un jugador más vertical, un jugador de espacio. Y él es ese jugador muy vertical que es ágil y muy rápido en muchos metros
y tiene gol, encima de todo también es un jugador con gol. Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք շատ լավ top winger-ների, Շահոյան, Սերոբյան, այսօր կոնկրետ, այսօրվա խաղում մեզ պետք էին հենց Ֆրանսիայի որակները, որը երևի թե բոլորից ամենաուղղահայացն է, ամենաշատն է միտված առաջ գնալուն եւ քանի որ հատկապես երկրորդ կեսում կային ազատ գոլներ մրցակցի պաշտպանության եզրերում, Ֆրանսիան մեզ պետք էր եւ նրա փոփոխությունը արդարացվեց. Después de saber escoger el mejor para cada momento y cada partido, ¿no? Nosotros nos pagan para tomar decisiones buenas, ¿no? Nos pagan para tomar buenas decisiones. Yo entiendo que el perfil de defensa directo de Celi tiene dificultades con un jugador que es bueno en un contra uno. Entonces yo tenía dos opciones, o jugaba con Giro o jugaba con Zidane. Pero yo sabía que cuando el partido se torna menos físico y a más cansancio, Francia puede hacer un cambio importante a nuestro favor. Յուրաքանչյուր խաղի համար մենք համապատասխան որոշում ենք կայացնում եւ մեզ մարզիչներից հենց դրա համար էլ վճարում են։ Կոնկրետ այսօրվա խաղում թե Շահոյանը, թե Զիդանը կարող էին էլի լուրջ խնդիրներ առաջացնել, բայց երբ ֆիզիկական կոնտակտը քչանում է խաղի ընթացքում ֆուտբոլիստների միջև եւ կա այսպես արագությունը պորտկալու հնարավորություն, այդպիսի իրավիճակում Ֆրանսիան շատ ավելի օգտակար է եւ դրա համար հենց նախաց։ Եվ երկրորդ հարցը նրա մասին, դուք նշեցիք նաև պատճառները, թե ինչով են առանձնանում, որը հիմա ժամանակակից ֆուտբոլի կարևոր գործոններից մեկն է, սակայն Ֆրանսիան 31 տարեկան է եւ չի խաղում թոփ լիգաներում։ Ձեզ զարմացնում է այդ փաստը, որ նա թոփ լիգաներում չէ եւ արդյոք նա հենց այդ համապատասխան այդ մակարդակի եւ մենք կարող ենք ասել, որ թոփ լիգայի ֆուտբոլիստի Հայաստանն է։ Երբ ուսումնասիրում ենք Ֆրանսիայի խաղը, ակումբում գրեթե բոլորով միաձայն համաձայնվեցինք, որ պետք է գնել այս ֆուտբոլիստի տրանսֆերը ու ֆուտբոլում ընդհանրապես շատ միֆեր կան, այդ միֆերից մեկը տարիքն է, տարիքը միֆ է ֆուտբոլում, ֆուտբոլիստի որակը, խաղամակարդակը գնահատելու համար, լինելով 31 տարեկան Ֆրանսիան ֆենոմենալ հատկանիշներ ունի, la segunda pregunta era para ti es una sorpresa que no juega en los top 5 ligas. ¿De Indonesia me dices? No. No. En Francia, en Inglaterra, en España, por ejemplo. Que no juegue es una sorpresa por ti. ¿Francia? Sí. No, esas son opciones de vida, No, él es un buen jugador, nosotros estamos muy bien contentos por él estar con nosotros, pero nosotros no podemos llevar un partido de fútbol solamente para la individualidad, ¿ok? Yo creo que hoy mi equipo ha hecho un partido muy bueno porque defensivamente tuvo que sufrir. Nosotros tuvimos... Yo imagino cuánto corrió Karen en este partido, imagino, porque iba a presionar arriba, tenía que volver atrás, ellos nos montaban un cuadrado y nosotros con 3 en el medio no conseguíamos aguantar. El juego es táctico y es colectivo, pero la individualidad, la que se destaca por comportamientos colectivos y él es rápido a ganar la frente a los contrarios, él es rápido a ir a espacio, pero a mí lo que me gustó fue la parte del equipo que tuvo que sufrir y no bajó los brazos, sufrió juntos, compactos y logramos vencer. Eso es muy importante para mí. Ես չեմ կարող ասել, ինձ զարմացնում է թե ոչ, որ Ֆրանսիան չի խաղում թոփինգ առաջնություններում, բայց կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ մեր թիմում է խաղում։ Ու եկեք նորից իհարկե շատ լավ անհատական որակներ ունի Ֆրանսիան, բայց եկեք կրկին հայացք նետենք թիմային աշխատանքին, որովհետև ինձ այսօր ամենից շատ ոչ թե ինչ-որ առանձին ֆուտբոլիստ է տպավորել, այլ թիմային աշխատանքը, որովհետև թիմը, խաղը, հաղթանակը ընդհանուր տակտիկական կառուցվածք է եւ ոչ ոք չի կարող առանձնանալ, եթե թիմը լավ չգործի, օրինակ Կարենը Մուրադյան ինչպես էր
աշխատում, վազում, առանց նրա մենք այսօր չէինք կարողանա հաղթել եւ առհասարակ բնավորությունը կրկին թիմի ուզում եմ ընդգծել, որովհետեւ խաղի ոչ մի վարքյան թիմը ձեռքերը թափ չտվեց, չհանձնվեց եւ ինձ դուր եկավ թե ինչպես տառապեց այս թիմը հաղթելու համար։ Otra cosa que quiero decir es que me alegra mucho jugar en el Estadio Republicano con tanta gente. Եվս մեկ կարևոր ընդգծում, ինձ շատ է դուր գալիս եւ շատ եմ սիրում, որ իմ թիմը խաղում է Հանրապետական ստադիոնում այսքան շատ երկրպագուների աջակցության ներքո։ Y otra cosa también que me alegro, los 3 partidos que hicimos de local, los ganamos los 3. Եվ այդ աջակցությունը մեզ օգնել է գրանցել մի շատ հետաքրքիր վիճակագրություն Չեմպիոնների լիգայի play-off-ում 3 խաղ եւ 3 հաղթանակ։ Y eso pocas equipos lo hicieron y pocas equipos lo hacen en Europa. Եվրոպայում հիմա նման արդյունք շատ քիչ թիմեր են կարողանում գրանցել։ Última. Ay, ese El Vasco. Շնորհակալություն Ռոբերտ Մակոսյան, ուրիշ ֆուտբոլ, շնորհավորում եմ Պաունտուլի բար։ Նախորդ 2 պատասխան հանդիպումների առաջին խաղակեսում մենք ինֆարկտ էինք հասնում։ Այս անգամ 2 գնդակի առավելություն չունի թիմը, ինչ պետք է անեք, որպեսզի առաջին խաղակեսերը ավելի հաջող առաջին խաղակեսը պատասխան հանդիպման թիմը ավելի հաջող հանդես գա։ Ամենից շատ բարձ է, երբ մենք ունենք 2 գոլի առավելություն, կարող ենք պահվել 1 գոլի տարբերությամբ, հիմա պետք է կամ հաղթենք կամ ոչ ոքի անցկացնենք։ Yo he dicho una cosa a mis jugadores, dice una cosa muy simple, nadie nos puede impedir de soñar. Todavía hay libertad en este país para soñar. Ես միշտ ասել եմ, ու հիմա էլ կրկնում եմ, որ ոչ ոք մեզ չի կարող խանգարել, երազել, ու ես ամեն ինչ անում եմ, որ այս երկիրը շարունակի երազել։ Y nosotros, en este momento, dependemos de nuestro trabajo para lograr pasar la otra eliminatoria y poder entrar en Europa League también. Y lo vamos a luchar como todo. Si no lo hicimos, no lo hacemos, no puede ser por falta de actitud y de compromiso. Tiene que ser porque el contrario es mucho mejor que mi equipo. Pero por falta de actitud, de compromiso, de trabajo colectivo, no lo va a hacer. Ես կարող եմ վստահեցնել, որ թե ես, թե ֆուտբոլիստները ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ փուլ դուրս գանք կամ նվազագույնը Եվրոպա լիգայում հայտնվենք հիմնական փուլում եւ եթե հանկարծ չստացվի դա հաստատ չի նշանակելու, որ մենք ջանք ենք խնայել կամ նվիրվածության պակաս կա, դա նշանակելու է, որ մրցակից թիմը չափազանց ուժեղ է եղել։ Ese pequeñito ahí. Enhorabuena. Ավստրալիան այսօր բավականին շուտ փոխարինված է երկրորդ տարակեսից հետնամասում։ Դա հատուկ պլանավորված փոփոխություններ թե հարկադրված էր այն։ Եվ Սոմասյան Օմշյանը լեզա փոխային ավստրալիան երկրորդ տարակեսից հետնամասում հարկադրված էր թե հատուկ պլանավորված էր։ Նախնական նման ծրագիր չկար, պարզապես որոշ անհարմարություններ ուներ Սերոփյանը եւ խաղն էլ շատ բարձր տեմպով էր ընթանում եւ որպեսզի մենք Սերոփյանին հայտավորենք նաեւ պատասխան խաղին, ռիսկի չդիմեցինք, բայց մեկ բան կարծում հստակ է, որ ֆենոմենալ հանդիպում անցկացրեց այսօր Արտուր Սերոփյանը։ Porque, mira, yo no me gusta de excusas, ¿entiendes lo que es, no? Porque nosotros jugamos con muchos jugadores que hoy jugaron, hace 2 días atrás o 3 días atrás jugaron jugó 90 minutos en el piso sintético contra el Galatasaray. Es muy difícil de recuperar totalmente un jugador en 72 horas.
este jugador tiene un riesgo grande de poder lesionarse. Y está todo bien para nosotros y para nuestra liga y eso. Nosotros tenemos que proteger muy bien las equipas que dan historia y nombre a Armenia y a su fútbol. Okay? Ես չեմ սիրում պատճառաբանություններ, բայց պետք է ընդգծեմ, որ ընդամենը 3 օր առաջ մենք արհեստական խոտածածկի վրա շատ բարդ հանդիպում ունեցանք։ Մի շատ ֆուտբոլիստներ 90 րոպե խաղացին, օրինակ Գուենոն, եւ 72 ժամվա ընթացքում շատ բարդ է ամբողջովին վերականգնվել հաջորդ խաղի համար եւ ընդհանրապես վնասված չստանալ, այնպես որ ես ամեն ինչ անում եմ իմ ֆուտբոլիստներին պաշտպանելու համար, որ հնարավորինս քիչ վնասվածքներ լինեն եւ որ Արարատ Արմենիան միշտ խաղա իր ֆուտբոլը։ Okay. Gracias. Una cosa más, en la próxima conferencia las señoras se sientan adelante, ¿ok? Եվ հույս ունեմ, որ դուք մյուս ասուլիսի ժամանակ ավելի մոտ կնստեք։ No atrás. Okay? Eso sí, tradicional.